Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին։ Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգները ուղիղ են, ուրախացնում է սիրտը։ Տիրոջ պատվիրանները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Սաղմոս 19:7-8 խոսք։ Բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, խաղաղ օրհնյալ շաբաթ եմ մաղթում ձեզ, թող ձեր ուղեկիցը լինի բարձր տրամադրությունը և հաջողությունը։ Սիրելիներս, այսուհետև հոլովակը սկսվելուց ձեզ համար Աստվածաշնչից կկարդամ սաղմոսներ, առակներ, նոր կսկսեմ հոլովակս, ինչպես այսօր։ Հետևեք էջիս, իմ լավ բարեկամներ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, դրեք լայք, որ տարածվի բոլոր տեսանյութերը։ Նախորոք շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Սիրելիներս, այսօր շաբաթ օր է, հարսս տանն է, կոֆե է դրել, ինչպես միշտ սովորության համաձայն, ջուրն էլ կողքս է։ Միասին ենք վայելում կոֆեն, միասին ենք այսօր մեր տան գործերը կատարում։ Ես իմ գործերը, հարսել իրամաքրությունը, լվացքը, մի խոսքով իր գործերով է զբաղված։ Ինչպես եք իմ լավ թանկագին հայուհիներ ջան, ես լավ եմ։ Տրամադրությունս լավ է, օրը լավ է, ճիշտ է, արևոտ չէ, դե ձմռան օրեր են։ Ձմռան օրերը կուգան ու կերթան, այդ երգի նման, մռայլ, բայց ասեմ, որ պլյուս է եղանակը, տաք է, ոչ թե մինուս, դեռ ձմեռը չի եկել մեզ մոտ։ Եվ մինչ վերջացնելը կոֆեն, ուզում եմ շնորհակալական խոսքս ասել բոլորիդ, որ շնորհակալ եմ ձեզանից, ձեր լավն ու բարի խոսքերի համար, ձեր ջերմության համար։ Իմ լավ բարեկամներ, Աստված առատորեն օրհնի ձեզ, ձեր տունը և ձեր ընտանիքը։ Շնորհակալ եմ կրկին անգամ։ Կոֆեն կխմեմ ջրի հետ, սիրելիներս, և այսօր որոշել եմ մի համեղ աղցան պատրաստել։ Կեշան լռում է դեռ։ Երևի լսում է ուշադիր, հետո կսկսի արդեն իր երգը երգել, մեզ հետ խոսել, որ ես էլ եմ այստեղ։ Այսօր պատրաստելու եմ մայրաքաղաքային աղցան, այդպես ենք, չէ՞, մենք անվանում, Ալիվիե, Մարինկայիս խնդրանքով, ճիշտ է, ես տավարի մսով չեմ պատրաստելու, հավի փափկամսով եմ պատրաստելու։ Տավարի մսով արդեն մոտենում է ամանորը, ամանորին կպատրաստենք։ Այնքան արագ եմ խմում, որ պատրաստեմ, Մարինկան պարի է գնացել, ասեմ, որ ասել եմ ձեզ երևի, պարի է հաճախում։ Տեսնենք, ցույց կտա, թե ինչ է պարում, ամաչում է, ցույց չի տալի։ Հիմա պետք է հասցնեմ, որ գա պատրաստ լինի։ Զակազը ընդունել եմ, պետք է արդեն մատուցեմ։ Ու սկսենք միասին պատրաստել։ Աղցանի համար նախորոք խաշել եմ 3 խոշոր կարտոֆիլ, 3 հատ գազար, 3 հատ ձու։ Ձեզ հետ միասին այսօր պատրաստելու եմ Ալիվիե աղցանը, որը նաև անվանում ենք մայրաքաղաքային։ Սիրելիներս, այս աղցանը համարյա բոլորս էլ սիրում ենք, համ տոնական է և համ ամենօրյա աղցան է, ստացվում է շատ համեղ
Հիմա ես կմաքրեմ կարտոֆիլը, գազարը, ձուն, հետո արդեն կսկսենք պատրաստել միասին։ Աստծուն շնորհակալ եմ, որ ունեմ ձեզ պես լավ, բարի հետևորդներ։ Անչափ շնորհակալ եմ։ Թող բոլորիդ օջախներում սեր ու ջերմությունը լինի միայն, իմ հավատարիմ անգին բաժանորդներ ջան։ Իսկ հիմա, սիրելիներս, մնացածը կադրից դուրս մաքրեմ, կմիանանք, երբ որ արդեն բոլոր բաղադրիչները մաքրած, վերջացրած կլինեմ։ Աղցանի բաղադրիչներն են կանաչ ոլոր, ինձ մոտ բավականին շատ է, շատ լինելուն աղցանը ավելի համեղ է ստացվում։ Մաքրած արդեն գազար, կարտոֆիլ և ձու։ Ունեմ 4 հատ թթու վարունգ, հավիկ փափուկ կրծքամիս, թարմը մաղադանոց մեր հողամասից քաղված, սև պղպեղ, աղ։ Հիմա անցնենք պատրաստման եղանակին։ Սկսում եմ գազարը կտրատելուց։ Սիրելիներս, կտրատելու եմ քառակուսի, բոլոր բաղադրիչները կտրատելու եմ քառակուսի։ Հավասարաչափ կտրատելու եմ, որ գեղեցիկ լինեն, սիրելիներս։ Դուք ինչպես ցանկանում եք, այնպես էլ կտրատեք։ Ես մանր քառակուսի կկտրատեմ։ Շատ չեմ խաշել, իմ լավ բարեկամներ։ Շատ խաշելուն պյուրեի նման է լինում, որ կտրատում ես։ Այնպես եմ խաշել, տեսնում եք, հատիկ է։ Սիրելիներս, ես սիրով ցույց եմ տալիս ձեզ, թե ինչպես եմ պատրաստում ալիվիե կամ մայրաքաղաքային աղցանը իմ տարբերակով։ Ես ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, թե ինչպես եմ պատրաստում մայրաքաղաքային աղցանը իմ տարբերակով։ Հիմա կտրատեցի, վերջացրեցի գազարը, լցնում եմ տարայի մեջ։ Գազարը վերջացրեցի, հիմա կարտոֆիլն եմ կտրատում։ Երկար եմ կտրատում, հետո կբաժանեմ մեջտեղից մասերի։ Տեսնում եք, քիչ եմ եփել։ Շատի դեպքում կարտոֆիլն էլ է համ վատ է կտրատվում, համ էլ պուրեի նման, այդպես հավասար նույնպես քառակուսիների։ Նախօրոք պետք է եփել կարտոֆիլը և գազարը, թողնել լավ սառի, որ համ գեղեցիկ է կտրատվում սառը վիճակում, համ էլ ընտիր է ստացվում։ Ես երեկոյան էի խաշել, լավ սառել էր, ցույց տվեցի ձեզ սիրով։ Հիմա այսպես կբաժանեմ մասերի և կուբիկների։ Ստացվում է քառակուսի մանր կուբիկներ։ Տեսնում եք, ինչ գեղեցիկ կտրատվում է քառակուսի։ Տաք վիճակում լրիվ պուրեա նման է լինում և ասեմ, որ շատ եփելուց էլ է այդպես։ Հիմա բոլորը այսպես երկար ձողիկների նման մասերի կբաժանեմ, հետո քառակուսի կկտրատեմ։ Ժողովուրդ ջան, կարող էի նաև մաքրած կարտոֆիլը քառակուսի բաժանեի, խաշեի և գազարը նույնպես, բայց ես չեմ սիրում այս մաքրած խաշած տարբերակը։ Ես սիրում եմ, որ կարտոֆիլը կեղևով և գազարը կեղևով խաշեմ, մեր մշտական ձևն է եղել, ինչ հիշում եմ, մենք այդպես ենք պատրաստում, մեր քիմքը այդ համին սովոր է, դրա համար այդպես եմ պատրաստում։ Կարտոֆիլը վերջացրեցի, հիմա միսը
Ճիլերը մաքուր մաքրած է, այդպես երկարավուն կտրում եմ, հետո կկտրատեմ նույն ձևով քառակուսի, որ մեր աղցանը գեղեցիկ լինի, բոլոր բաղադրիչները քառակուսի եմ անելու, կտրտում եմ և հիշում եմ տարիներ առաջ, որ պատրաստում ենք այս աղցանը, մայոնեզ չէինք լցնում, որովհետև չկար, կարող է կար, բայց մեզ հասանելի չէր, և միայն թթվասերով ենք պատրաստում, երբ որ սեղան էինք դնում, որ պիտի մատուցենք այս ալիվիեն, նոր այդ ժամանակ լցնում էինք թթվասեր, խառնում էինք, դնում էինք սեղան, շուտ չէինք լցնում, որպեսզի ջուր դուրս չտար աղցանից, հուշեր են սիրելիներս, որ միշտ հիշում ենք մենք, մեր անցյալն է, որ մեզ միշտ հիշեցնում է ու կմնա մեր մեջ մինչև մեր կյանքի վերջ, մեր հուշերը, քաղցր անուշ հուշերը։ Այս աղցանը ռուսները պատրաստում են անյող բժշկական երշիկով, իրենք մսով չեն պատրաստում, միայն երշիկով, ես չեմ փորձել ոչ մի անգամ երշիկով, միայն պատրաստում եմ շատ հազվագյուտ հավի մսով, կրծքամսով և տավարի մսով, հավի միսն էլ քառակուսի կտրատեցի, վերջացրեցի։ Հիմա ավելացնում եմ բաղադրիչների վրա կանաչ ոլորը, բավականին շատ, որ ավելի համեղ լինի։ Հիմա ձուն կսկսեմ արդեն քառակուսի կտրատել։ Ձուն էլ վերջացրեցի կտրատել։ Վարունգն եմ սկսում կտրատել, ասեմ անչափ համեղ խրխրթան վարունգ է, սիրելիներս, ես մեկ հատը կիսել եմ, շատ համեղ է, բաղադրատոմսը, այս բաղադրատոմսը շատ երկար տարիների փորձ ունի, ասեմ եկել եմ Ռուսաստան, արդեն 26 տարի ապրում եմ, միայն առաջի տարին չեմ պատրաստել, երկրորդ տարվանից սկսել եմ այս բաղադրատոմսով պատրաստել և ընտիր է ստացվում, վերցրեք բաղադրատոմսը, էջումս կա և պատրաստեք, սիրելիներս, սա էլ վերջացրեցի, համեղ է, իսկ մեզ մոտ Հայաստանում թթու էինք անում, ես լավ հիշում եմ, հիմա մաղադանոսը թարմը մանր կկտրատեմ, որքան հնարավոր է մաղադանոսը մանր եմ մանրացնում, այս աղցանի մեջ մաղադանոսը ամենահամեղ կանաչին է, որը սազում է աղցանին, կարող ենք համեմել լցնել, սամիթել, բայց մաղադանոսի համը մի յուրահատուկ համ է, վերջացրեցի, մանրացրեցի, հիմա ավելացնեմ բաղադրիչներին, ամանը փոքր է, երևի տեղափոխեմ մեծի մեջ, տեղափոխեցի արդեն, հիմա մի լավ խառնեմ, կհամեմեմ սև պղպեղով աղցանը և աղով, որոշ մասին կխառնեմ մայոնեզ և թթվասեր, բոլորը չեմ խառնի, երբ որ կմատուցեմ, այդ ժամանակ կխառնեմ և կմատուցեմ, հիմա մի լավ խառնում եմ նոր
մի փոքր մաս պատրաստեցի մայոնեզով և թթվասերով, տեսեք ինչքան գեղեցիկ և համեղ ստացվեց, կդնեմ սառնարանը, բոլոր բաղադրիչները կհամեմվեն իրար, հետո նոր կմատուցեմ սեղանին, սիրելիներս, շնորհակալ եմ ձեզանից, որ դիտեցիք և ինձ հետ էիք մինչև վերջ, մաղթում եմ բոլորիդ եղեք առողջ և երջանիկ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում: